Առնվազն 8 մարդ է զոհվել, 35-ը վիրավորվել Պակիստանի տարածքում գտնվող 9 օբյեկտներին Հնդկաստանի հասցրած հրթիռային հարվածներից։ Նյու Դելհին հայտարարել է, որ իր թիրախները եղել են ահաբեկիչների օբյեկտները, որոնք կապված են Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանում վերջերս տեղի ունեցած զբոսաշրջիկների զանգվածային սպանության հետ։ Հնդկաստանը մեղադրում է Պակիստանին ահաբեկիչներին աջակցելու մեջ։ Իսլամաբադը հերքում է մեղադրանքները։ Պակիստանի իշխանությունները այդ գործողությունները որակել են որպես պատերազմի ակտ։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը դատապարտել է ավիաառվածները, դրանք անվանելով դավաճան թշնամու վախկոտ հարձակումներ։ Նա հայտարարել է, որ իր երկիրը համարժեք կարձագանքի։ Պակիստանը ամբողջովին իրավունք ունի կոշտ պատասխան տալ Հնդկաստանի պարտադրած այս պատերազմի ակտին, եւ կոշտ պատասխան իսկապես կտրվի, ասել է Շարիֆը, որն ազգային անվտանգության հանձնաժողովի արտակարգ նիստ է հրավիրել որոշակիացնելու Իսլամաբադի պատասխանը։ Պակիստանը հարվածներ է հասցրել ինչպես օդից, այնպես էլ ցամաքից Հնդկաստանում գտնվող ռազմական թիրախներին։ Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է 5 հնդկական կործանիչների, այդ թվում ֆրանսիական արտադրության 2 Ռաֆալի ոչնչացման մասին։ Պակիստանը հարվածել է նաև հնդկական զորամիավորումներից մեկի շտաբ բնակարանին։ Դրանից հետո, ըստ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Թարարի, հնդկական զորքերը սպիտակ դրոշ են բարձրացրել մի քանի հատվածներում։ Հնդկաստանը քարոզչական կեղծիք է անվանել այդ տեղեկությունը։ Հնդկական բանակի հայտարարության համաձայն Պակիստանի արձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3 խաղաղ բնակիչ, եւս 5 մարդ վիրավորվել է Քաշմիրի հնդկական հատվածում։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց գործողությունները եղել են նպատակային, կշռադատված եւ էսկալացիոն բնույթ չեն կրել։ Ոչ մի պակիստանյան ռազմական օբյեկտ չի թիրախավորվել։ Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել թիրախների եւ մեթոդների ընտրության հարցում, ասվում է հայտարարությունում։ Գործողությունը կոչվում է Սինդուր, ինչը հինդիով նշանակում է վառ կարմիր փոշի, որը կրում են ամուսնացած հինդու կանայք ճակատին եւ մազերին։ Նշվում է, որ դա արվել է ի նշան հարգանքի այն կանանց հանդեպ, որոնց աչքի առաջ սպանվել են իրենց ամուսինները։ Պակիստանը պատրաստ է դադարեցնել Հնդկաստանի հետ ռազմական հակամարտությունը, եթե Նյու Դելհին նույնպես համաձայնի դա անել, ավելի ուշ հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Վերջին 2 շաբաթներին մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք թշնամական գործողություններ չենք ձեռնարկի Հնդկաստանի դեմ, սակայն եթե մեզ վրա հարձակվեն, մենք կպատասխանենք։ Եթե Հնդկաստանը նահանջի, մենք անպայման կդադարեցնենք այս լարվածությունը, ասել է Ասիֆը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հնդկաստանին եւ Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտարակություն է որակել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ռազմական բռնկումը։ Թրամփը նշել է, թե զգացվում է, որ ինչ-որ բան է պատահելու անցյալի պատճառով, քանի որ ըստ նրա երկու կողմերն էլ կռվել են շատ տասնամյակներ եւ դարեր շարունակ։ Ես պարզապես հույս ունեմ, որ սա շատ արագ կավարտվի, հավելել է Թրամփը։ Քաշմիրի համար հակամարտությունը Հնդկաստանի ու Պակիստանի միջև սկսվել է 1947 թվականից։ Երկու պետությունները 3 անգամ պատերազմել են։ Միջուկային զենք ունեցող տերությունների հարաբերությունները հերթական անգամ վատթարացել են ապրիլի 22-ին Փահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ։ Դավիթ Գենջոյան, Free News Armenia։